Հունիսի 28-ին հայաստանյան պատվիրակությունը կմասնակցի Եվրանեստի բյուրոյի նիստին, որը բովանդակային եւ ընդգրկվածության առումով առաջինն է լինելու։ Նիստին ընթരാճ այսօր ազգային ժողովում կայացավ Եվրանեստի հայաստանյան պատվիրակության համակարգող խորհրդի ընդլայնված նիստը, որին մասնակցում են նաեւ տեղային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Եվրանեստի փոխնախագահ Հույդախմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը քննարկման ժամանակ նշեց, որ անցել է ձևական ինտեգրացիայի ժամանակը, իսկ ՀԿ-ների միջոցով հայ հասարակությունը կարողանա պատկերացնել, թե ինչ է նշանակում իրական ինտեգրում եւ ինչպես պետք է անել, որ Հայաստանը դառնա օրենքի գերիշխանության երկիր։ Բոլոր պատվիրակություններից ամենագրագետ կերպով, ճիշտ կերպով կազմված է Հայաստանի պատվիրակությունը։ Օրինակ, եթե ադրբեջանական կամ վրացական պատվիրակությունների կազմը նայեք, ընդդիմություն ընդհանրապես չկա։ Միայն մեր պատվիրակությունը, որը իմիջիայլոց առաջինն է կազմվել, կազմված է շատ հստակ պրոպորցիոնալ ձևով եւ փաստորեն ընդդիմության ներկայացվածությունը շատ ուժեղ է այնտեղ։ Բացի նրանից, որ պատվիրակության ղեկավարը ընդդիմության ներկայացուցիչ է, բայց ընդդիմությունը ներկայացված է 3 պատգամավորներով, այսինքն գրեթե 1/3-ը, եւ բացի դրանից մեծամասնությունը, որ պարլամենտական մեծամասնությունն է եւ արտացոլված է որպես մեծամասնություն նաեւ պատվիրակության կազմի մեջ, համաձայնություն տվեց ընդդիմությունը եւ մեծամասնությունը հավասարաչափ ստանձնեցին այդ պաշտոնները։ 2 պաշտոն ստանձնել են ընդդիմության ներկայացուցիչները, դաշնակցության եւ ժառանգության ներկայացուցիչները եւ 2 պաշտոն ստանձնել են մեծամասնության ներկայացուցիչները։ Եվրանեստի փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը հավելեց, որ եվրոպական կառույցները բարձր են գնահատում ընդդիմության ներգրավվածությունը հայաստանյան պատվիրակությունում։ Եվրոնեստը շատ վտանգների առջև է կանգնած եւ այդ վտանգները մենակ ասենք հայ-ադրբեջանական լեզվակռիվը չեն, որ կարող են ամեն ինչը փակուղի տանել կամ այլ տարածքային խնդիրներ ունեցող երկրների էմոցիոնալ վերաբերմունքը չի միայն։ Սա կարող է դառնալ շատ լուրջ հակառուսական պրոյեկտ։ Այնուհետև քննարկումը շարունակվեց փակ ընթացակարգով։ Արմեն Հիկարյան, Հովիկ Գրիգորյան, Սլաքեմ։